Ավարտվեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Երևան, ես ասեմ, որ 3 փաստաթուղթ այստեղ, երկուսը ստորագրվեցին, մեկը նախաստորագրվեց, նախաստորագրված փաստաթուղթը ես անունը ընթերցեմ, Թրամփի ուղի նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրն էր, ստորագրվեց Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը եւ ստորագրվեց կարեւորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը լրագրողների հարցերին չպատասխանեց, նախարար Միրզոյանն ու պետքարտուղար Ռուբիոն լրագրողների համար միայն հայտարարություններով հանդես եկան եւ Թրամփի ուղին իր խոսքում կամ թրիփը իր խոսքում պետքարտուղարը պատմական երթուղի համարեց։ This agreement marks the biggest step to date. Այս համաձայնագիրը նշանավորում է մինչև օրս արված ամենամեծ քայլը, այս պատմական երթուղին իրականություն դարձնելու, խաղաղությունն առաջ մղելու եւ Հայաստանում ու ամբողջ տարածաշրջանում բարօրությունը մեծացնելու ուղղությամբ։ Սակայն մեր հարաբերությունները լոկ տրիպով չեն սահմանափակվում, դրանք կառուցվում են շատ այլ եղանակներով եւ դա այս վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից է։ Նախագահն անձամբ շատ հպարտ է ոչ միայն տրիպով, այլև բոլոր այն բաներով, որոնք մենք շարունակում ենք կառուցել։ Դա լինելու է նրա որպես նախագահի երկրորդ ժամկետի ժառանգության կարևոր մասը, եւ մենք այսօր այստեղ ենք շարունակելու աշխատել այդ ուղղությամբ։ Ահա թե ինչու այսօր թարմացնելով ռազմավարական գործընկերության կանոնադրությունը հնարավորություն է ստեղծվում ուրվագծելու Միացյալ Նահանգներ Հայաստան երկկողմ հարաբերությունների ապագան եւ կերտելու գործընկերության ու տնտեսական հնարավորությունների նոր ուղի հայերի եւ ամերիկացիների համար։ Շատ պարզ ասեմ, մենք հիմքեր ենք դնում այնպիսի տնտեսական ներգրավվածության համար, որը թույլ է տալիս հայերին գումար վաստակել եւ հասնել բարօրության, իսկ ամերիկացիներին անել նույնը եւ դա անել միասին, ինչը ազգերին միմյանց կապելու ամենաամուր միջոցներից է, միշտ գործելով այնպես, որ հարգվի ձեր ինքնիշխանությունը որպես պետության, բայց այնպիսի եղանակներով, որոնք փոխշահավետ են։ Հայաստանի արտգործնախարարը շեշտում էր, որ այս նախաստորագրումը շատ արագ նա շաբաթների մասին էր խոսում, ստորագրման կարող է վերածվել։ Նախարար Միրզոյանը այսօր կրկին շեշտեց, որ թրիփը հայ-ամերիկյան նախագիծ է, իսկ բաղադրիչները երրորդ երկրների հետ համագործակցությամբ կարող են իրականացվել։ Ազատությունը հենց այդ մասով էլ հարց ուղղեց Արարատ Միրզոյանին։ Պայմանագրում միջպետական արդեն, որը նախաստորագրեցինք պետքարտուղար Ռուբիոյի հետ Front Office, Back Office-ի մասոին ուղղակի հղում է արվում հունվարի 13-ին ստորագրված իրագործման շրջանակին, այսինքն եթե այն ժամանակ հայ հանրությունը տենց առանձնապես անբավարարվածություն կամ մտահոգություն չունեցավ, կային մտահոգություններ, հետո հենց հրապարակեցինք խոսակցությունները բնականաբար դադարեցին մեծամասն, որովհետև սևով սպիտակի վրա գրված է, եթե այն ժամանակ այս մասով մտահոգությունները փարատվեցին, հիմա կարող եմ ասել, որ հղում արվում Front Office, Back Office-ի մասով այդ փաստաթղթին։ Ես նկատում եմ Front Office-ի գործառույթը կարող է երրորդ երկրի պատվիրակվել։ Կա արդեն խոսակցություն, հնարավոր է որոշ երրորդ երկրի հետ արդեն կա պայմանավորվածություն։ Պայմանավորվածություններ որևէ չկա։ Շնորհակալություն։ Ես ասացի, մտքերի փոխանակություն կան տարբեր բաղադրիչների մասով տարբեր ընկերությունների հետ, բայց որևէ մեկը հասունացած չի այնքան, որ համարենք պայմանավորվածություն կամ նույնիսկ չգիտեմ իրագործման որևէ նախնական փուլ։ Ազատությունը նախարար Միրզոյանին հիշեցրեց նաև անցած տարվա օգոստոսին, երբ հայկական պատվիրակությունը Վաշինգտոնում էր գտնվում, նախագահ Թրամփի խոստումը աջակցել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցում։ Թրամփի խոստումը ուժի մեջ է։ Դուք լսել եք, որ ամերիկյան կողմը Թրամփի կամ որևէ այլ պաշտոնյայի մակարդակով հայտարարել է, որ այն մի կետ այլևս ուժը կորցրած է ճանաչվում։ Ամերիկյան կողմը չի մոռանում եւ մենք էլ քանի որ կրկնում եմ ինչպես քիչ առաջ ասեցի մենք էլ դա համարում ենք մեր մշտական օրակարգի մաս, չկան այդ պայմանները, որոնց դեպքում դա կմոռացվի, հա։ Եվ ընտրություններից առաջ Հայաստան ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղարը այսօր նաև աջակցող հայտարարություն արեց վարչապետ Փաշինյանին եւ նրա թիմին։
both yourself. Թույլ տվեք պարզապես ասել, որ թե դուք, թե վարչապետը եւ ձեր ամբողջ թիմն ուղի եք հարթում դեպի Հայաստանի ավելի պայծառ ու ավելի անկախ ապագա։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ ցույց տալու իմ աջակցությունը նրանց խիզախությանը, նրանց տեսլականին, իմ աջակցությունը նրանց նվիրվածությանը, իմ աջակցությունը նրանց պատրաստակամությանը անելու ամենը իրենց երկրի ապագայի համար։ Մենք շատ ուրախ եւ հպարտ ենք դրա մի մասնիկը լինելու համար եւ անհամբերությամբ սպասում ենք միասին էլ ավելին անելուն։ And we can't wait to do more together. Պետքարտուղար Ռուբիոն Հայաստան էր եկել Հնդկաստանից։ Ֆրանս պրեսը նաև գրել էր, որ նրա օդանավը Հայաստանում այս կարճատև կանգառի ընթացքում լիցքավորվելու է։ Ես ասեմ, որ պետքարտուղար Ռուբիոն ընդհանուր առմամբ Երևանում մոտ 1 ժամ գտնվեց։ Այդ 1 ժամվա ընթացքում պետքարտուղարն ու նախարար Միրզոյանը հանդիպում ունեցան, հայ-ամերիկյան, այսպես ասած, բանակցություններ ընթացան, եղավ նախաստորագրում եւ երկու փաստաթղթերի ստորագրում, նաեւ մամուլի համար հայտարարություններ։ Եվ այս ամենը տեղի ունեցավ Զվարթնոց օդանավակայանում նախագահական այս սրահում, իսկ հանդիպումը հենց այս սրահում, հենց այս սենյակում տեղի ունեցավ, որը փակ էր լրագրողների համար։